ինչ էր արել Նիկոլը վարպետ է, հա, այսպիսի ուրեմն խժդժություններ առաջացնելու եւ նա այս անգամ որոշել էր կրակից շագանակները հանել ուրիշի ձեռքերով։ Ինքը, այո, եսի նկատի ունեմ տիրադավներին եւ նաեւ այս մարդկանց այս արարածներին, որոնց ինքը մեջտեղ է գցել եւ ցանկացած պահի ինքը դեն է շպրտելու սրանց եւ եթե պետք լինի ամենադաժան ձևով սրանց այո, կամ էլ այն տղան, հա, որ կարկալույց եղավ, հա, հիմա ինչ է, հա, մի երկու ինչ որ բան են դրել, հա, թիկնապահ են դրել, չգիտեմ արդեն այդ թիկնապահները կան, չկան, արդեն պետք չի, այն ոնց էր են տղան իրան զգում, հա, արդեն երևի իրեն կաթողիկոս էր զգում, ինչ էր անում, սրանք բոլորը գիտեք զարմանալի բան է, չեն տեսնում, որ ով է իրենց դեմ կանգնած, ոնց կարելի է հենվել Նիկոլի նման հատկություններ ունեցող մարդու վրա հավատալ խոստումներին, գազեր նստացրեցին, այո, ժողովրդից ասումը, որ թույլ չտվեցին տիրադավները գործողություն ընդեղ իրացնել, եւ այսպես գազերով փախան իրենք, այնտեղ Կճոյան կլինի, Վազգեն Միրզախանյան կլինի, Գևորգ կլինի, Անուշավան կլինի, ինչ ուզում ա լինի, այսպես հատուկ ջոկատը իրենց պաշտպանելով լցրեց գազերը, մի գազերի բան։ Այո, լցրեց, լավ բառ եք ասում։ Ուտես ճամփեցին, հիմա իրենց ինչ ունեք ասել։ Եվ գիտեք շատ ամոթալի է, նաև ցավալի է այս տեսարանները տեսնելը, չէ՞ որ իրենք մեր եկեղեցու սպասավորներն են եղել այսպես թե այնպես։ Տեսեք, ես անկախ ինձնից անցյալով եմ խոսում, դեռևս կարկալույց չեն եղել, բայց այս մարդկանց մենք արդեն չենք կարող անցալել որպես մեր եկեղեցու ուրեմն բարձրաստիճան սպասավորներ։ Չենք կարող եւ վերջ, որովհետեւ իրենք, գիտեք, ես նույնիսկ երբեմն մտածում եմ, որ այս մարդիկ հավատ չունեն առ Աստված։ Իսկ ինչ դիրքորոշումներով են առաջնորդվում, իսկ ինչ նպատակներով, եթե իրենց թվում էր, որ ես չգիտեմ ինչ պատճառով իրենք այս քայլին դիմեցին, գնացին սեղմելու այդ արյունոտ ձեռքը, այնուամենայնիվ, եթե իրենք ինչ-որ թաքցնելու բաներ ունեն ժողովրդից, իրենք հաստատ ջրի երես է դուրս գալու, այն կոմպրոմանտները արդեն դուրս է գալ, այսինքն իրենք ստացան համ խայտառակությունը, համ նվաստացումը ու նաև այդ իրենց գաղտնիքները արդեն սկսում են բացվել եւ դեռ շատ են բացվելու, իրենք իմաստուն չեն, իրենց կերպարը հարիշ չէ եկեղեցու սպասավորի կերպարին եւ շատ ցավալի է, բայց մյուս կողմից ես համամիտ եմ այն մտքի հետ, որ ինչ որ պարզաջրվում է, հա, ինչու պիտի այս կարգի մարդիկ լինեին այ առաքելական եկեղեցում, այն էլ բարձր ուրեմն աստիճաններ զբաղեցնող, պիտի եկեղեցին մաքրվելու, այո, ինչ որ մի գործընթաց է սկսվել, բայց իհարկե մենք իրավունք չունենք այսպես հանգիստ նստելու, հիացմունքս նորից ժողովրդի խոնարհումս մեր եկեղեցու, մեր քահանաների, հա, գիտեք ինչ, մեր սկսած այսօր զնդանում գտնվող մեր ուրեմն arczepiskopos-ներից, այնտեղ մենք նաև քահանա ունենք, վերջացրած ահա մեր քահանայական դասով հիմնականով, ուղղակի ուզում ես խոնարհվել, այն կերպարի նկատմամբ, որ իրենք ունեն, այն տղամարդկային, հայ մարդու, գիտեք, հենարան ես զգում, թիկունք ես զգում, իսկ այն ուժային կոչվածները, գիտեք, բացարձակապես ուժ իրենցից չի բխում եւ ինչ ուժային, եթե իրենց ուժը պատում է զոհվածների, ծնողների, իրենց իսկ ընտանիքների եւ զավակների համար պայքարող մարդկանց դեմ։ Այսպիսի աղավաղված իրականության մեջ ենք ապրում։ Ինչ հոգեվիճակում է ձեզ Նավասարդ Կճոյանը։ Հիմա նորից մենք մեր երթերներում կծեսնենք մասնագիտական գնահատականի խոսքը։ Հիմա այս մատուտ ենք նայել, նույն դեկտեմբերի 18-ին սա իր հայացքն է, լրագրողների հարցից փախչում է եւ իրենց մտածեցին Սուրգալե եկեղեցուց դուրս գալուց, խնդրեմ։ Գիտեք ինչ, մի այսպիսի արտահայտություն կա, ֆրանսիացիներն են ասում, լավ
այսպես դեմ կընդունես, հա, վատ իրավիճակի մեջ, bon mine mauvais jeu, այսինքն քո իրադրությունը շատ վատն է, բայց դու դեմքիդ նկարում ես այնպիսի արտահայտություններ, որ կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այստեղ դեմքին մենք տեսնում ենք, ինչ տեսնում ենք ագրեսիա, տեսնում ենք թշնամանք, ոչ միայն լրագրողների, այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուրեմն համարձակվել են դեմ դուրս գալ իրենց։ Գիտեք, ինձ սա մարդ է, ով ամբողջ կյանքում իմ կարծիքով ունեցել է որոշակի ինքնահաստատում, այնպիսի ճանապարհներով, որոնց մասին այսօր ուրեմն արդեն բարձրաձայն ասվում է։ Ինքը սխալված մարդ է։ Ես համոզված եմ, որ եթե ինքը մնում է մեկուսի, ինքն իր հետ։ Ինքը հասկանում է, որ ինչպես գիտեք ինչ, ոչ թե տառապում է, էլի մի արտահայտություն հիշեմ, որ զգույշ աղվեսը երկու ոտքով ընկնում է թակարդը, սա թակարդը ընկած մարդու, որը չի ուզում դա ցույց տալ, հա, դեմքի արտահայտությունը պահվածքը այնպիսին է, կարծես թե չի ուզում, բայց իրականությունը մնում է իրականություն, նա մեկն է նրանցից, ում այդպես հրելով գազել են մտցնում եւ ուրեմն փորձում են տանել, հանել այն միջավայրից, որը իրենց չի ընդունում, մեղմ ասած։ Իրենք ես կարծում եմ, որ իրենք երբ մեկուսի են կամ գուցե միասին լինելիս էլ դեռ այդ մասին չեն խոստովանում, իրանք հասկանում են, որ իրենք սխալ են թույլ տվել, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք տառապանքներ ունեն եւ իրենք չեն խորանա իրենց սխալի մեջ։ Ընդհակառակը շատ մեծ է հնարավորությունը, որ երբ իրենք արդեն մի կարմիր գիծ անցել են, այստեղ արդեն իրենք կդիմեն ցանկացած քայլի, իրենց անձը, իրենց, չգիտեմ, դիրքը, կյանքը, հեռանկարները փրկելու համար, իրենց կերպարը փրկելու համար, իրենք իմ կարծիքով ամեն ինչի պատրաստ կլինեն։ Գիտեք, կա այսպիսի մի մեխանիզմ հոգեբանության մեջ ուսումնասիրված, կոչվում է ներքաշման մեխանիզմը։ Երբ դու առաջին մի քայլ կատարում ես, ինչ որ մի ուրեմն գործողության մեջ, որի մասին դու մտածել ես, ծանոթ հետև ես արել, արժի, չարժի, ճիշտ է, ճիշտ չի, մեծ մասամբ բարոյականության, արտարության դեմ ինչ որ մի բան ես արել, եթե դու արդեն առաջին քայլն արել ես, դու արդեն այնտեղ ես, դու արդեն հոգեպես ավելի շատ պատրաստ ես երկրորդ, երրորդ եւ հետագա քայլերն անելու, քան թե հետ քայլ անելու։ Ես չեմ կարծում, որ այս մարդիկ հետ քայլ կանեն, թեև մեծ հոգաբար մեր վեհափառ հայրապետը դեռևս նրանց տվել է այդ շանսը։ Անկեղծ ասած, որպես հայ մարդ քրիստոնյա հայ, ես չեմ ուզում, որ նրանք վերադառնան։ Ես ուզում եմ, որ նրանցից մաքրվի մեր եկեղեցի։ Երկրորդ անունը Վազգեն Միրզախանյանի մասին է խոսքը, Տիկին Ալչա ջան, ինչ է կարծում, այս անձը ինչ վիճակում է գտնվում, թողել է իր հոտը Բալթյան երկրներում, եկել է, լծվել է վերապար որտեղ արշավի։ Սա մի մարդ է, որը մոտավորապես 1 ամիս առաջ խոսում էր, որ չկա որևէ հարց վեհապարի կարգավորից անելու, 1 ամիս անց պարզվեց, որ ինքն էլ է լծվել այդ արշավին, խնդրեմ։ Ես չգիտեմ մեկ ամսվա ընթացքում ինչեր են տեղի ունեցել կուլիսների հետևում, ինչ գուցե ինչ-որ կոմպրոմատների, գուցե ինչ-որ խոստումների ձևով, մենք դա այս պահին չգիտենք, թեև հետո ամեն ինչ կիմացվի, այնուամենայնիվ հավանաբար իր առջև դրվել է այսպես կշեռքի նժարները, այն ժամանակ իրեն հարմար էր ասել դա, հիմա ինքը դիմել է լրիվ հակառակ քայլի։ Սա արդեն խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք անազնիվ մարդկանց հետ։ Իսկ եթե անազնիվ է հոգևորականը, եթե անազնիվ է հոգևոր սպասավորը, ուրեմն դա արդեն շատ ավելի տխուր վիճակ է։ Ինքը կարծեմ ինքն էր, չէ, որ այսպես գիտեք, այնպիսի ցինիզմ կար այդ խոսքերում, դեռ Գյումրիում, հա, կարծեմ ինքն էր, չէ, որ ասում էր, մենք վատ բան չենք ուզում, մենք ուզում ենք, որ կաթողիկոսը գնա հանգստի։ Գիտեք, այնքան ցինիզմ կա դրա մեջ։ Գուցե դուք գնաք հանգստի, քանի որ դուք շատ անհանգիստ եք, մենք տեսնում ենք ձեր դեմքից, ձեր պահվածքից, ձեր ամբողջ խորքային անհանգստությունը, ինչ որ մի հատ չարություն կա, հա, այնտեղ այսպես անընդհատ շարժվող, գնացեք հանգստացեք։ Վեհապառ հայրապետին հանգստի ուղարկելը, դա ուղղակի մեղմ ասած անպարկեշտ է։ Նիկոլ Փաշինյանն ասում չէ, դերեք եւ ձեր տեղը։ Հա, իր խոսքերից է։
բայց չի ասելու, էլի ասելու է, եթե տեսնի, որ իրենք չեն կարողանում, էլ ինչ վստահել է իրենց, հա, ես չգիտեմ ինչ խոստումներով, ինչ սպառնալիքներով եւ այլն, իհարկե ասելու է եւ ոչ միայն ասելու է, եկա գործողություններ է անելու։ Գիտեք, ես ուղղակի զարմանում եմ այս մարդկանց իմաստնության պակասի վրա։ Էս ում հետ է գործ բռնում, հա, թեկուզ ինչ որ սրիկայական ինչ որ գործողություններ։ Դուք չեք տեսնում ով է դիմացը, դուք չեք տեսնում, որ այդ մարդը ձեզ այս պահի համար կարող է օգտագործել, բայց հաջորդ պահին դուք պետք չլինեք, դուք արդեն եւ առհասարակ դուք եկեղեցու ուրեմն այսպես դեմքն եք ներկայացնում, դուք չեք տեսնում վերջին տարիներին ինչ է տեղի ունենում, դուք չեք տեսնում ձեր հայրենիքի, ձեր ժողովրդի հետ, Արցախի հետ ինչ է տեղի ունենում, դուք չեք տեսնում ձեր հայրենիքի նվիրյալները բանտերում ու զնդաններում, ուրեմն տառապանքի մեջ են, դուք չեք տեսնում որտեղից է սա ղեկավարվում, դուք ինչպես կարող եք, հա, ձեր հայրենիքը, ձեր սրբությունները, այսինքն փաստորեն ձեր սրբությունները չեն, հա, մեր սրբությունները թշնամուն մատնած անձի այս խմբակի հետ դուք ինչպես եք համագործակցում, սա արդեն, գիտեք, իրենց համար ճակատագրական է, ես կարծում եմ, որ հետ քայլ նույնիսկ եթե մեր եկեղեցին այնքան մեծահոգի գտնվի, կաթողիկոսը այնքան մեծահոգի գտնվի, որ կարգալույց չանի այս մարդկանց, իրենք արդեն ժողովրդի աչքում, մեր հասարակության ուրեմն հավատացյալ հայ մարդու աչքում իրենք արդեն կարգալույծ եղած են, իրենք չեն կարող լինել